Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք աղանթեր, շատ հեշտ ձևով պատրաստվող քրուասան պետք է մեզ միան ու մնացածը մի հատ դանց, մի հատ հավգիտ, մի հատ գաթ եւ այլն ու ստանում ենք մի հատ համովություն ֆրանսական երևի ասեմ։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 3 հատ դասական քրուասան, 2 հատ դանց, 3 հատ հավգիտ, 200 մլ գաթ, 100 մլ սերուցք, 3 ճաշի գդալ նուշ, 2 ճաշի գդալ դղկի օշարակ, 1 ճաշի գդալ մուկ քույնի շաքար, կես թեյի գդալ վանիլին, 1 թեյի գդալ դարչին։ Սկսում ենք քրուասաններից, այսինքն քրուասանը պետք է այսպես մարածնենք, այսպես, կարող ենք անել ու հետո մի հատ գիսել, որպեսզի երբ որ հետո եփենք ավելի հեշտ է եփելը, այսինքն անելուց հետո մի հատ էլ կես։ Իսկ մենք շատ հաճող քրուասան ունենք, քրուասանի հաջողությունը երևում է իր մեջի շերտերից, ինչքան ծագերը այսպես շատ են, այնքան լավ է մեր քրուասանը։ Մի խոսքով, եթե շատ ուզում եք մի անգամ ձեր համար քրուասան կպատրաստեմ։ Ֆրանսայի best չի լինի, բայց լավ կլինի։ Իրականում քրուասանի ամենակարևոր կետերից, որը շատ հատուկ կամ յուրահատուկ լավ որակի կարակ օգտագործենք, այդ շատ կարևոր է։ Իրականում ընդհանրապես քաղցրի տեսակներին շատ կարևոր է կարակի որակը, այդ ամեն ինչ որոշում է։ Իրականում Ֆրանսիայում քրուասան ուտելը մի ուրիշ հաճույք է, մանավանդ Փարիզում։ Ամեն տեսակի կաֆեները կմտնես ու դենց թարմ տակ քրուասաններ են եւ ընդհանրապես ընդեղի ժողովուրդը սիրում է դասական քրուասանը առանց ոչ մի բանի ու կոֆեի հետ է ուտում կամ կոֆեի մեջ տատախում ուտում են, բայց դե կարոտել եմ Փարիզ ինչ խոսք։ Մի քիչ որ ինձ բաց թողեք, բաղադրատոմսի պատրաստեմ, կգնամ, կճամփորդեմ իրականում, բայց ամբողջ Հայաստանը անօթի կմնա կարծեմ այս ճամփորդումն է։ Ինչ անենք։ Այս կդրատել ենք, հիմա անցնում ենք դանցին։ Դանցը կարող ենք այսպես շերտեր ունենալ։ Ուй։ Եվ այսպես բարակ կդրատել, շատ բարակ։ Նույնիսկ կարող եք, եթե շատ բարակ կդրատել չեք կարող եք կերիչով անցկացրել այդ բարակ շերտերը ստանալու համար։ Այսինքն պայման չէ դուք էլի նման շատ բարակ կդրատեք։ Այսպես։ Դանցով շատ համով է լինում, բայց եթե շատ եք ուզում բդուղ կամ միրգ գտնել, կարող եք եւ խնձորով անել, բայց դանցով ավելի համով է։ Ու իրականում դանցը եւ նուշը շատ են սիրում իրար։ Այսինքն այն դեսերտի մեջ որ դանց կա եւ նուշ կա իրար հետ, վստահեք։ Կդրատում ենք, շարունակում ենք։ Այս անուշիկ դանցերը ունենք, քրուասանը ունենք, ինչ մնաց մեզի ոչ մի բան։ Քրեմը պատրաստել։ Մեզ պետք է հավգիտները կտրատել, ավելացնել գաթը, ավելացնել սերուցքը, հիմա ավելացնել brown sugar-ը կամ մուկ շաքարը, ավելացնել maple syrup-ը, վանիլ, դարչին եւ մի հատ ստեղ հավաքեմ մաքրեմ, իհարկե ABC-ով ու հետ վերաթարնամ։
Էս մի հատ խառնում ենք։ Եվ մեր կրեմը պատրաստ է։ Սկզբում դնում ենք 1 շերտ կրուասան, այսպես, շարում ենք, կարող եք այսպես ձեր ցանկացած ցևերով շարել, կապ չունի, կարևորը մի շերտ պետք է կրուասան շարեք, մեծ, բզդիկ, փոքր կապ չունի, կարևոր վերջը այս բոլորը իրար հետ ամուսնանալու են և դուք չեք զգա ոչ մի տարբերություն։ Մնաց մեկ հատ։ Ահա։ Իսկ հիմա մի հատ սոսից պետք է դնենք։ Հիմա տանցերա։ Մի քիչ այսպես ցանցար կարող ենք շարել, մի քիչ ուղղակի բացել։ Եթե կուզեք ավելի փարագ եք արել, կարող եք մի քանի շերտով անել, այսինքն մի շերտ տանց, մի շերտ կրուասան, մի շերտ ետ տանց, մի շերտ ետ կրուասան եւ այլն։ Կամ կարող եք իմ նման անել եւ արդեն գրեթե պատրաստ ենք, չէ՞։ Հիմա ավելացնում ենք ուղղակի մի հատ անցնում ենք նուշի վրայով, շատ չենք մանրացնում, բայց ուղղակի մի քիչ բզդիկացնում ենք։ Եթե շուգայից կդակ ինչ-որ ավելի նուշի թերթիկներ կամ ջերմակ տենց նուշի դաշուկ ավելի լավ է, իսկ եթե այս նուշը, ես ինչ եմ այս նուշով անում, որովհետև բոլորին հասանելի է, կարող է այդ նուշը չգտնեք շուկայում, դրա համար եմ ասում։ Մենք միշտ ձեր համար մտածում ենք ամեն ինչ։ Դե ինչ խոսք, հեշտ է պատրաստվում, արագ է պատրաստվում, բայց մեկը կարող է շատ մարդիկ ժամանակ չունենան, իսկ եթե ժամանակ չունեք, կարող եք Smiley Sweet-ի համովությունները առնել եւ ասել ոչինչ շաղիկ քո պատրաստումը չի պատրաստեցինք, բայց մեր քաղցրության բետքը հագեցրեցինք Smiley Sweet-ից։ Իսկ Smiley Sweet-ը կարող եք գտնել բոլոր սուպերմարկետներում։ Հիմա ավելացնում ենք նուշը։ Իսկ հիմա ավելացնում ենք մնացած սոսը։ Իսկ հիմա ուղարկում ենք ջերոց, հետ կամ կպատմեմ ձեզ մնացած պատմությունները։ Ուղարկել ենք ջերոց, պետք է 180-ից 190 աստիճանի վրա եփենք, 30-ից 35, մաքսիմում 40 րոպե։ Բայց եթե ուժեղի վրա է, կարող է եւ ավելի շուտ պատրաստ լինի։ Դե միջև եփի ստեղ դասավորենք մարանիգի վանիլինը եւ դարչինը։ Իրականում դարչինը շատ կարեւոր է, որ շատ համով հոտ ունենա, իսկ մարանիգինը շատ համով հոտ ունի, որը թարմ է։ Կարող եք միշտ մարանիգից վերցնել։ Ես աչքից մի հատ սուրճ տնեմ եւ սկսենք պատրաստվելու, որպեսզի վայելենք մեր այս համովությունը։ Դուք էլ թուղթ մատիտ վերցրեք ու վերցրեք բոլոր ապրանքը ու այսօր պատրաստեք, ուրախացրեք ձեր ընտանիքը։ Նույնիսկ կարող եք պատրաստել ձեր մամային տանել, պատրաստել ձեր աղջկան տանել, պատրաստել ձեր հարևանին տանել։ Մի խոսքով ինքը համովություն է, կարող եք ուրիշների կյանքնել, համովացնել այս ձեր պատրաստածը։ Ինչևէ, հիմա այսօր քաղցր ենք պատրաստում։ Գիտեմ, որ այս վերջի պաղաթատոմսերից մեջ լիքը ձեր փապակած պաղաթատոմսերը կան, նամանավանդ վերջի շրջանին հավով ուտեստներ շատ էին ուզում, մեր հերոստատիտողները շատ ուտելիքներ պատրաստել ենք հավով, հույսով եմ բոլորը հասցրել եք պատրաստել, դե իհարկե մենք զանգեզուրի հավով ենք պատրաստել, դուք էլ եթե պատվիրել եք իրանցից կամ գնացել եք բարուր սևագից վերցրել եք, շատ լավ է, կարևորը համով, հոտով, տնական ջաշ լինի։
Դե ինչ, հիմա ես մի քիչ անհամբեր եմ այս քաղցրությունը վայելելու, քանի որ իմ մարմինս արդեն պատրաստ է, որ քաղցր բան պետք է կա, բայց քանի որ մի քիչ երկար ժամանակ կդեվե այս ամեն ինչը պատրաստ լինի, ես կրնամ հագենալ մազայի մանգոյով, որովհետև սիրտս ուզեց գնացի։ Աչքիս այս մազան իմ համար ա եղել այս մանգոն։ Դուք էլ եք սիրում իմ նման, չգիտեմ։ Սենց բռնենք, որպեսի մազան երևա։ Գնաց։ Իրավ համով է, կատակ չեմ ուներ, որ ես գամ սրդանց կկովաստեմ, կամ չեմ կովաստեր, գիտեն ինձի։ Դե ինձ սիրելիներս, մեր թխվածքը արդեն պատրաստ է, մեզ ասպասում, գնանք փենենք։ Վաու, վաու, վաու։ Մի հատ նայեք։ Իրականում հոտը խենթանալիք ես անհամբեր ուզում եմ փորձել, բայց մի հատ փոշի շաքար եմ ուզում ավելացնեմ վրան։ Եվ այսօրվա դանցով և քրվասանով թխվածքը պատրաստ է, դուք էլ պատրաստ եք և վայելեք, բարի խորժակ։ Սկում եմ ինքան համովա։ Վաու, ժամանակն է ամենակարևոր գործողության։ Փորձում ենք։ Վաու, մի հատ խմորից, մի հատ տանցից։ Վաու։ Անպայման պատրաստ եք, իրական գսեմ, շատ հեշտ ա ձևը, դեսակ, կատակ չեմ անում, արեք պաղացիչները ու պատրաստեք ու ձեր համար էլ լավ կլինի և ձեր ընտանիքին։ Հիմա ես գնամ վայելեմ այս համովությունը, իսկ դուք պաղացիչները վերցրեք և պատրաստեք։ Չմոռանաք վաղը նույն ժամին 9:00 17:00 Կենտրոն TV եթերով։ Կսպասենք ձեզ, ցտեսություն։